Մայիսի 1-ն է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, բայց արդյոք թվերը համընկնում են այն իրականության հետ, որը տեսնում ենք մեր երկրում։ Կառավարությունից նշում են, որ վերջին 8 տարում Հայաստանում ստեղծվել է 280 000 նոր աշխատատեղ։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է՝ եկել է արհեստական բանականության դարը և մրցունակ մնալու համար պետք է անընդհատ վերամասնագիտացվել։ 25%-ի ծաղկատությունը աճել է։ Սակայն ընդդիմությունը մատնանշում է աղքատության աճը։ Ուժեղ Հայաստան կուսակցության տվյալներով Շիրակում աղքատության մակարդակը 43% է, իսկ Տավուշում գրեթե 40%։ Սոցիալական բևեռվածության մասին է խոսում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նշելով, որ արդար չէ, երբ ուսուցիչը ստանում է 120 000 դրամ, իսկ նախարարը միլիոնավոր պարգևավճարներ։ Armenia Today-ի հարցումները ցույց են տալիս, որ մարզերում աշխատաշուկայի բացակայությունը մնում է արտագաղթի գլխավոր պատճառը։ Թեև տարածաշրջանի երկրներում տնտեսական մոդելները տարբեր են, բայց խնդիրը մեկն է։ Մարդիկ փողոցում պահանջում են արժանապատիվ աշխատանք ու թոշակ։